Գորգագործությունը հազարամյակների պատմություն ունեցող ավանդական արհեստ է Հայաստանում։ Դեռ հազարամյակներ շարունակ հայերը զբաղվել են գորգագործությամբ ու այն մշակույթի մեջ մեծ դեր է ունեցել։ Ասում են գորգերը պատմության լուռ վկաներն են։ Ցույց տվեցին, որ 20-րդ դար 1918 թվականը 16 արժեքավոր մշակութային նմուշ մինչև հունվարի 31-ը կներկայացվեն Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում։ Գորգերի բացառիկ հավաքածուն ներկայացվում է «Գորգերը պատմության լուռ վկաներ» խորագրով ցուցահանդեսում, որը կազմակերպվել է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի, Շիրակի երկրագիտական թանգարանի և Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարանի համատեղ ջանքերով։ Ցուցադրության հիմնական նպատակը ոչ միայն գեղագիտական կոնցեպտն է, այլ նաև կրթական և իրազեկման առաքելություն իրականացնելը, քանի որ այսօր գլոբալիզացիայի ժամանակաշրջանում առավել քան կարևոր է մեր ազգային ինքնության մշակութային դիմագծի ևս մեկ անգամ շեշտադրումը։ Ընդհանուր առմամբ ցուցադրության շրջանակում ներկայացվում է 16 գորգ և կարպետ, 9 Շիրակի երկրագիտական թանգարանի հավաքածուից, 6-ը Կումայրի արգելոց թանգարանից և 1-ը Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանից։ Եվ Կումայրի արգելոցը և Շիրակի երկրագիտական թանգարանը ունի գորգի բավականին մեծ շտեմարան, մոտ 200 Շիրակի երկրագիտական թանգարանին 208 գորգ կարպետ, անկողնակալներ, աղամաններ, այդ ամենը բնորոշ պահպանվում է նաև Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարանում։ Պեխավոր գորգ կա Շիրակի երկրագիտական թանգարանից դիմացի պատին կարող եք տեսնել և կա 1800-ականների կարպետ բավականին հետաքրքիր զարդամոտիվներով, եզակեն նաև վահանագորգերը։ Այցելուներին ներկայացվում են 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի գորգերը ու կարպետները։ Գորգերի վրա կան արված արձանագրություններ, որտեղ նաև կան թվեր գրված, որոնք խոսում են գորգերի հնության և նրանց տեսակի մասին, արձանագրությունների հետ մեկտեղ նաև անվանումներ է գրված, որը խոսում է, թե ում կողմից է հանձնվել թանգարանին կամ նվիրատվություն է արվել կամ գնվել է։ Առանձնահատուկ կուզենայի ուշադրություն դարձնել վարդերով գորգին, որը լոռի գորգագործությանն է բնորոշ, վրան գրված է մարտ 1915 թիվ և պիտի նշեմ, որ ծաղկե փնջերը գլխի վայր են, հավանաբար աղետի հետ, 15 թվականի ցեղասպանության աղետի հետ է կապվում։ Սա ոչ միայն բացառիկ ցուցադրություն է, այլև Գյումրու թանգարանների արդյունավետ համագործակցության արդյունք։ Ինչպես հայտնի է, նշված 3 թանգարաններից միայն Շիրակի երկրագիտական թանգարանն է, որ թանգարանային շենք ու ցուցադրության տարածք չունի, ուստի վերջիններիս համար առավել խորհրդանշական է ցուցադրել գորգերը առաջին անգամ։ Սա հնարավորություն է տալիս մեր հասարակությանը ծանոթանալու Հայաստանի պատմությանը, որովհետև ինչպես արդեն խորհրդանշում ասվում էր, խոսում վկաներն են և գորգերը և բոլոր ցուցանիշները, որոնք խոսում են Հայաստանի պատմության մասին, ժողովրդի հարստության մասին։ Ցուցադրության բացմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, մարզային պատասխանատուներ, արվեստի և մշակույթի ոլորտի գործիչներ, հյուրեր։ Շատ կուզենայի, որ հետագայում մենք այս համագործակցությունը շարունակեինք, փորձեինք մինչև երկրագիտական թանգարանի խնդիրի լուծում ստանալը, մենք պարբերաբար նման ցուցահանդեսներ ունենային։ Գորգագործության ավանդույթը շարունակելու ու պահպանելու համար այս թանգարանում իրականացվում են տարաբնույթ ծրագրեր, նշում է Անի Նազարյանը։ Լինելու են ինտերակտիվ կրթական ծրագրեր, նախատեսված հայկական գորգարվեստի ավանդույթներին, որոնց հնարավորություն կունենան մասնակցել մեր դպրոցականները։ Ժողովրդական արհեստների հանգույցի հետ իրականացնում են գորգագործության անվճար դասընթացներ, որին ներգրավված են 20 կանայք, ովքեր սովորում են գորգ գործելու տեխնիկան, հմտությունները։ Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալու հայկական գորգագործության հարուստ ժառանգությանը, այլև գնահատելու այն համատեղ ջանքերը, որոնց շնորհիվ մշակութային արժեքները դառնում են հասանելի հանրությանը։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։